Ողջույն սիրելի ընկերներ, կրկին գտնվում եք իմ խոհանոցում, այսօր պատրաստելու ենք շատ համեղ խմորեղեն մանգոյի համով, սակայն մանգո չկա խմորեղենի մեջ, օգտագործելու ենք մանգոյի համով սիրոպ, սիրելիներս, շատ համեղ է ստացվելու, ձևավորման ընթացքում սիրոպը կօգտագործենք, իսկ հիմա անցնենք բիսկվիտների պատրաստման եղանակին, սովորական բիսկվիտային խմոր ենք պատրաստում, 8 ձու ենք օգտագործելու խմորի մեջ, մի պտղունց աղ ընկերներ ջան, 120-130 գրամ ըստ ձեր քիմքին, ձեր ճաշակին շաքարավազ, 3 ճաշի գթալ բուսայուղ, սիրելիներս, եւ այս ամենը լավ հարիչով հարում ենք, չմոռանամ ասել, մի փոքր վանիլ ենք ավելացնելու, որպեսզի բիսկվիտները համեղ ստացվեն։ Զանգվածը ավելացավ, արդեն զանգվածը պատրաստ է, մեզ հենց այսպես էլ պետք էր, որպեսզի ստացվեր, լավ բարձրանար, քիչ ավելացնում ենք ալյուրը, խառնում ենք, սիրելիներս, ալյուրը շատ անհրաժեշտ չի լինելու, 8 ձվի համար 180-ից 200 գրամ ալյուր է գնում, քիչ ավելացնում եք եւ ըստ աչքաչափի տեսնում եք, թե ինչպիսի զանգված եք ստանում, վերջում կտեսնեք ինչ զանգված պետք է լինի, պետք չի, որ խմորը շատ պինդ լինի, որպեսզի փափուկ բիսկվիտային խմորներ ստանանք, սիրելիներս։ Եվ ահա պատրաստ է զանգվածը, բաժանում ենք 3 հավասար մասի եւ սկսում ենք թխել 200 աստիճան ջերմության տակ, նախապես տաքացրել եմ արդեն ջեռոցը, կթխեմ ամբողջ բիսկվիտային շերտերը եւ կմիանամ ձեզ։ Ձևամանի տակ յուղաթուղթ եմ դրել, սիրելիներս, դա պարտադիր է, քանի որ բիսկվիտային շերտերը շատ փափուկ են ստացվում, արագ հիմա կթխեմ, կմիանամ։ Մինչև շերտերը կհովանա, պատրաստում ենք կրեմը, ընկերներ ջան, այստեղ ես ունեմ սերուցքային պանիր, սերուցքային պանիրը 250 գրամ է, ավելացնում եմ 350 գրամ եփված խտացրած կաթ եւ 290 գրամ սերուցք, սիրելիներս, սերուցքը պետք է լինի սառը վիճակում եւ ընդհանրապես բոլոր բաղադրիչները այստեղ պետք է լինեն սառը վիճակում, որպեսզի կրեմը լավ լինի։ Կհարեմ հարիչի օգնությամբ, մի փոքր վանիլ կավելացնեմ եւ արդեն կրեմը պատրաստ կլինի, կանցնենք ձևավորմանը։ Այստեղ արդեն շերտերը պատրաստ են, մանգոյի սիրոպը կա, կրեմը արդեն պատրաստ է, լցնում ենք ամբողջ կրեմը խմորեղենի համար նախատեսված տոպրակի մեջ եւ որպեսզի հեշտ կարողանանք արագ ձևավորել խմորեղենը։ Այստեղ անհրաժեշտ է ամեն շերտի վրա մանգոյի սիրոպ լցնել, հետո նոր կրեմը, սիրելիներս։ Վերջում պետքա ձևավորեմ պիստակի եւ ընկույզի կտորներով, կմարացնեմ պիստակը եւ ընկույզը միասին։ Ըստ ցանկության կարող եք ինչպես դուք եք ցանկանում այնպես ձևավորել, սակայն հենց այս խմորեղենը շատ համեղ է ստացվում պիստակով եւ ընկույզով։
Այսպես շատ հարմար է ստացվում կրեմը տարածել, կտարածեմ, շերտերը կդնեմ իրար վրա, ամեն շերտի վրա կգցեմ մանգոյի սիրոպը եւ վերսիելներս կդնենք անպայման սառնարան, որպեսզի մի քանի ժամ սառի խմորեղենը, որ շատ ավելի համեղ ստացվի։ Հավատացնում եմ, այսպիսի համեղ բաղադրիչներով, այսպիսի համեղ խմորեղեն երբևիցե չէի փորձել, իրոք կարելի է փորձել, տարբեր համերն էլ արժե։ Կրեմը կարծես պաղպաղակ լինի, այսպիսի կրեմներ ես պատրաստել եմ եւ դրել եմ սառցախցիկ, հավատացնում եմ ձեզ, շատ համեղ պաղպաղակ է ստացվում, կարող եք դա էլ փորձել եւ շոկոլադի կտորներ ավելացնել մեջը, իրոք շատ համեղ պաղպաղակ է ստացվում։ Այսքան ընկերներ ջան, հուսամ հավանեցիք, մի մոռացեք դնել հավանելու նշանը, դա ինձ համար շատ կարևոր է ընկերներ ջան, եւ եթե չեք բաժանորդագրվել իմ ալիքին, բաժանորդագրվեք, որպեսզի բաշխի թողնեք իմ նոր տեսանյութերը։ Ցտեսություն, միշտ նոր տեսանյութի հանդիպում, բոլորիդ շատ սիրում եմ, բոլորին պաչիկներ։